Հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր են քննարկվել վարչապետի գլխավորությամբ, ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկային համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի եւ անուղղակի հարկերին վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև շահութահարկի, եկամտային հարկի, հայտարարագրման, գույքային հարկերի համակարգերին վերաբերող թեմաներին։ Ներկայացվել են վերոնշյալ ուղղություններով առաջարկվող լուծումները։ Քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված հարցադրումների ուղղությամբ շարունակել աշխատանքները եւ անհրաժեշտ քայլեր իրականացնել նախատեսված նպատակներին հասնելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին։ Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման, մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկության փոխանակման հարցերի շուրջ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեի ծախսերը կազմել է 285.7 միլիարդ դրամ, կատարողականը 80.9% է։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը թերակատարման պատճառը նշել է հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների հիմնում բարելավում ծրագրի ցածր կատարողականը։ Նախորդ տարիների համեմատ կապիտալ ծախսերի ցածր կատարողականի պատճառն այն է, որ նախարարությունը թույլ չի տվել չծախսված միջոցները վերադարձնել պահուստային ֆոնդ, այլ դրանցով հատկացումներ է արել։ Ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրել է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքի մասին։ 2024 թվականին միայն այս մի ծրագրով հանրակրթական նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում եւ բարելավում ծրագրով ծախսվել է 21.5 միլիարդ դրամով ավել, քան նախորդ տարի։ 2026 թվականի կեսին կունենանք այն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզը, որի մասին խոստացել է կառավարությունը։ ՊԿ բացահայտել է Ծաղկաձորում գործող խաղատան 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է մոտ 887 միլիոն դրամի վնաս։ Խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելու հատկանիշներով։ Թթուջուր Նավուր ճանապարհի կառուցման ավարտը թեև նախատեսված էր 2024-ին, բայց ճանապարհաշինական աշխատանքներն ամբողջությամբ կամփոփվեն այս տարի։ 41 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումը երկու փուլով սկսվել էր 2023-ին։ Առաջին փուլը 15-ից 41-րդ կիլոմետրը մոտ 26 կիլոմետրի աշխատանք 3.6 միլիարդ դրամ արժեքով ավարտվել է նախորդ տարի։ Երկրորդ փուլը 2.3 միլիարդ պայմանագրային արժեքով 15 կիլոմետրանոց հատվածը մեկնարկել էր 23 թվականին, շարունակվել 24 թվականին, սակայն որոշակի խնդիրների պատճառով 24 թվականին չի ավարտվել այդ աշխատանքը։ 15.1 կիլոմետր հատվածի համար գործադիրը հունիսի 5-ի նիստում գումար է հատկացրել։ 15.1-ից ավելի քան 10 կիլոմետր ասֆալտապատված է, 4.5 կիլոմետրը դեռևս ոչ։ Հրանտ Մինասյանի խոսքով թեև մեծ մասն ասֆալտապատ է, բայց այս հատվածում որոշակի թերությունների պատճառով աշխատանքն ամբողջությամբ դեռ ընդունված չէ։ Ճանապարհի վերակառուցման համար ի սկզբանե ներգրավվել է շինարարական երկու կազմակերպություն։ Մեկն իր գործն ավարտել է, մյուսի մասով ծագել են որոշ խնդիրներ, այդ թվում տեխնիկական։ Ստորգետնյա ջրերն ակտիվ են այստեղ։ Հրանտ Մինասյանի խոսքով այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ։ Ջրի մեծ հոսքը 3 հատվածում է։ Որպեսզի հնարավոր լինի շարունակել շինաշխատանքները, նախագծող ընկերության աշխատակիցներն առաջիկա օրերին կգործուղվեն Սողանքի հատված մակերևութային ջրերի հոսքի կառավարման խնդիրների լուծման համար։ Շինընկերությունը չի փոխվել ժամկետից ուշացման համար օրենքով նախատեսված տուգանքներն ըստ Մինասյանի կապալառուն վճարել է։ Ինչ վերաբերում է Նավուրից Բերդ տանող հատվածի բարեկարգմանը, Մինասյանի խոսքով համայնք է ներկայացվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար դիմում։ Առաջադրանքը ստանալուց հետո կհայտարարվի նախագծերի գնման եւ փորձաքննությունների մրցույթներ, կկնքվեն պայմանագրեր, նախագծումից հետո արդեն կսկսվեն շինաշխատանքները։ Այս տարի նախագծման աշխատանքները կմեկնարկեն, որովհետեւ բավականին մեծ հատված է լինելու, երկու հատվածով ենք անելու, 11.6 ու 4 կիլոմետրանոց հատվածով, մեկը Իցակարից մինչև Բերդի բնակիչների համար հայտնի Արցվաբերդի խաչմերուկ,
Արծվաբերդ տանող ճանապարհի խաչմերուկ, մեկն էլ արդեն Արծվաբերդ տանող ճանապարհի խաչմերուկից մինչև դեպի Տավուշ գյուղ թեքվող խաչմերուկ։ Թթուջուր Նավուր Բերդ ճանապարհը հանրապետական նշանակության է։ Երևանից Իջևանով Բերդ ճանապարհը կրճատում է 20 կիլոմետրով։ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղում մեկնարկել է նոր կրթահամալիրի շինարարություն, այն կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով Տավուշի մարզում նախատեսված 5 կրթահամալիրներից մեկն է։ Կլինի 150 տեղանոց եւ Կից Խաչարձան դպրոցն է կմիավորվի Աղավնավանքում կտեղակայվի եւ մենք ունենանք Դիլիջանի տարածքի միակ կրթահամալիրը։ Կրթական համալիրը կառուցվում է գյուղի նախկին դպրոցի տեղում, որը քանդվել է։ Տարածքը վերածվել է ընդարձակ շինհրապարակի։ Այս պահին դպրոցի հիմքերն է հորվել եւ պետք է սկսենք արդեն հիմքերի բետոնացման աշխատանքները։ Երկու մասնաշենք է լինելու, մեկը ապաստարանով մասնաշենք է եւ ֆիզկուլտ դահլիճով, այո, իսկ մյուսը երկու հարկանի բոլոր դասասենյակներով։ Նախկինում դպրոցը մեկ հարկանի էր եւ հզորությունը նույնպես ավելի փոքր էր, քան նոր կառուցվողը։ Ամբողջովին նորաձև ու նորաոճ դասարաններ, լաբորատորիաներ առանձին, զինված է լինելու ամբողջ տեխնոլոգիայով, ինչը հարկավոր է նորագույն դպրոցներին։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $67.10 սենտ։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $65.37 սենտ։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.3%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3347։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.7%-ով եւ կազմել մեկ հատի համար $109500։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 10-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 54 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 438 դրամ 12 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 88 լումա։